Карусель богато жил, карусель богато жил. Домик без крыши он купил, домик без крыши он купил. Галки охотно в нем ютятся, летом и ласточки гнездятся. Да, 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 это так. Карусель большой чудак. Да, 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 это так. Карусель большой чудак. Բարև ձեզ, բարի երեկո, մերսի շատ, որ եկել եք։ Ես կյանքիս մեծ մասը ապրել եմ Մոսկվայում, Ռուսաստանում ու 2022 թվին փետրվարին տեղափոխվեցի Հայաստան, դե ինքներդ եք հասկանում, Հայաստան իմ տունն է։ Ես միշտ երազում էի ուրիշ երկրում գործերս դզեմ վերջնական ու տեղափոխվեմ մի նոր երկիր։ Իմ հետ միասին լիքը ռուսներ տեղափոխվեցին Հայաստան ու ես սկզբից ներվայնանում էի, որ իրանք հայերեն չեն սովորում, բայց հետո մտածի, օքեյ, ավելի լավ, որ չեն սովորում, որովհետև որ սովորեն, իրանք կիմանային, թե ինչ ենք մենք մտածում իրանց գունավոր շորտիկների վրով, մայեչկեքի, սենց հարմար է։ Ու հիմա լիքը ռուսներ արդեն գնացել են Հայաստանից, ինձ թվում է դա նրանք են, ովքեր որ սովորել էին լեզուն։ Հիմա իրանք Եվրոպայում սենց ինչ-որ բարև ձեզ, այդպես բաներ են։ Հայաստանում նկատել եմ, որ շատ կրեատիվ ազգ ենք մենք, բիզնեսի առումով նամանավանդ, այսինքն նեյմինգի։ Ես նկատել եմ, որ կրեատիվությունը ամենտեղ է, այսինքն եթե մարդ բացում է ինչ-որ հագուստի խանութ, իր խանութի անունը պետք դնում է հագուստի աշխարհ։ Եթե քարի գործ անում մարդը, բնականաբար քարի աշխարհ։ Եթե պրոստը մթերային է, նարեկ։ Ես ապրում եմ հիմա աներոջս տունը, որովհետև դա վիգդնի է։ Ու իմ աները вообще շատ է սիրում տենց հեռախոս բան, պրիլաժենիա բան, տես շատ բան չի հասկանում, բայց դե պրաշարինի յուզեր է ինքը իրան համարում ու ինքը սենց մի հատ պրիկոլ ունի, չգիտեմ, բայց ամեն օր անում է, երբ որ սենց ընտանիքով հաց ենք ուտում, սենց պայի տակ հեռախոսը հանում է, սենց какая погода в նոր հաճ ունի։ Չգիտեմ, ինքը երևի ամեն անգամ մտածում է, որ մենք սաղուի պետք է խույվոր ենք, որ իրան հեռախոսը պատասխանում է, սենց վայ քորա։ Սիրում է ինքը TikTok։ Ինձ ճիշտն ասած TikTok-ի ռեկոմենդացիաները արդեն վախացնում են այս վերջերս, որովհետև իմ աներոջ հեռախոսի TikTok-ը ոչ միայն ցույց է տալի այն ինչ որ ինքը ուզում է տենա, այլ նաև այն ինչ որ ինքը ուզում է լսի։ Ես որ իրա կողքով անցնում եմ ինքը TikTok-ը նայում, այդ իրա հեռախոսի մեջ վանգան քաղաքում է սաղ երկրների վրա, բացի Հայաստանից, ես չգիտեմ դա ոնց է անում։ Իրա TikTok-ում Հայաստանը ծովից ծով է մինչև հիմա։ Բայց մեկ-մեկ ինչ որ խնդիրներ ա ունենում աներս հեռախոսի հետ, հիմնականում ինձ ա դիմում։ Երկու ձևի խնդիր ա ունենում ինքը, կամ շատ հեշտ, շատ հասարակ, կամ այնց խնդիր ա, որ դաժե Steve Jobs-ը չէր լուծի, եթե սաղը լիներ։ Օրինակ նայեք, ես տնից դուրս եմ գալի, ասում եմ դու ջան, մի հատ կնայես հեռախոսս գալերեան ուր դե է։ Դա ամենահեշտ հարցն է իրա։ Այն դժվարներից պրոստը որ sense վրազը հելնում եմ տնից, ասում եմ դու ջան, մի րոպե մի հատ կնայես, ինձի որ զանգում են, Facebook-ս ջնջվում է, մի հատ կնայես ախորտի։ Ասում տուր նայեմ ինչ է պետք է անել, իհարկե։ Իսկ մենք вообще երբ ենք պատրաստում մեր բարեկամներին ասել, որ մենք տենում ենք իրանց Facebook-ի կոմենտները։ Ես որտեվ իմ բարեկամներից ուժը զզվում եմ։ Մեկն գործում է որ բարեկամի տուն երեխուս ասում է արի սիրեմ, ասում հերու խաղ արա երեխուս։ Ես տեսել եմ դու ինչ ես գրում Ալեն Սիմոնյանին։ Այ ապրում եմ Նոր Հաճնում, maybe լսել եք Նյու Հաճն։ Հիասքանչ մի վայր, գեղեցիկ, Նոր Հաճնում մի հատ սենց մոստ կա, որ Երևանի հետ է կապում, մեծ մոստ է, ու այդ մոստը ռեմոնտի մեջ էր, մենք գնում էինք մյուս ճանապարհով, երկրորդ ճանապարհով, Արզնի ձորով,
շատ սիրուն ճանապարհ է, շատ գեղեցիկ, քանդված է, բայց բնությունը շատ սիրուն է, այսինքն ասենց ժայռերը, ասենց քայլերը պրամ կախված են, ասենց վրա, որ գնում ես ավտոյով, շատ սիրուն է։ Ու ես մի օր ասենց գնում եմ ավտոյով, մեկը նայում եմ, մի հատ զնակ է դրած երանգյունի, ու վրան ասենց ընկնող քարեր են նկարած։ Ու ես նայում եմ այդ զնակին, ասում եմ, «Յանի ինչ օր, այս ի՞նչ զնակ է»։ Հիմա ես ինչ պետք է անեմ, կայնեմ սպասեմ, թե բեսամ արագ անցնեմ, այս զնակը խեք դրա, արա քարերը կպցրեք ախպեր։ Խեսախ պատասխանատվությունը իմ վրա։ Հիմա այսօր տնից դուրս եմ գալի, կինս ասում է, երբ կնես, ասում չգիտեմ, ազես 50-50, նայած ընդ քարերը այսօր ինչ են որոշը։ Ես вообще մտածում եմ, այդ զնակը չպետք է լինի մեր համար, այդ զնակը պետք է լինի քարերի համար, այսինքն պետք է լինի զնակ, իմ ավտոն, մեջ ընտանիքս ու դեպի քարեր, այսպես նայի, որ ես անցնեմ, քարերը ասենց ասում, հոպ, պետոնք են, իհարկան Սիրում եմ Հայաստանով вообще ճամփորդել ավտոյով, ընտանիքիս հետ ավտոյով գնում էի Ջերմուկ ու Երևանից մոտավորապես մի 20 րոպե էնկոմ կա տենց մի տեղ երասխ ու որ սենց գնում ես ավտոյով, սենց գնում եմ ու նայում եմ աջ կողմս բլուր է սարքած, արհեստական բլուրներ է սարքած, քանի որ Ադրբեջանի սահմանը շատ մոտիկ է, այդ արհեստական բլուրը սարքած է, որ ադրբեջանցիք հանգարց ինձի չսպանեն։ Ու ես սենց գնում եմ ընտանիքիս հետ, սենց ավտոյով, սենց սմանա ջաները, բլուրը, ջաները։ Դե ադրբեջանցիք սենց զենք չունեն, չէ, որ սենց ինձի սպանեն։ Շատ վստահ եմ ինձ զգում, էլի, սենց սմանա ջաները, ու սենց գնում եմ ու նայում եմ արագաչափ է դրած։ Արասում էսի ձև չի մերոնք դրած ելնեն, էսի թուրքի գործ է հաստատ։ Որ կրակեն, ես պանիկայի մեջ արագ քշեմ, նկարվեմ, ախպեր շտրաֆ։ Տենց էլ եղավ, ես նկարվա, շտրաֆը եկավ 5000 մաննատ, պատկերացնում եք։ Հետո ես մտածում եմ, այդ ինչ իրադրության մեջ եք, էլի դուք ինձի դնում եք արագաչափով։ Այսինքն ես պետք է քշեմ, մտածեմ իմ ընտանիքի անվտանգության մասին, ու որ սպիդոմետրս 69 կմ/ժ արագությունը չանցնի։ Այդ ինչ արա, կամրան խեք վրես պահում։ Թեկեք ենկոմ, կարող նորից հարցակվում են։ Մի հատ նայեք, քանի կիլոմետր/ժ են հարցակվում։ Կարող 70-ից ավել են հարցակվում, արա, տիրություն արեք։ Ես վերջերս մտածում եմ այդպիսի մի նոր երիտասարդական շարժման մասին, ինչպիսին է նացիոնալիզմը։ Ես որովհետև կարամ համեմատեմ։ Ես շատ երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում, գիտեմ ինչ է ռուսական նացիոնալիզմը, տեսել եմ թե ինչ է հայկական նացիոնալիզմը, ուզում եմ ձեր հետ կիսվել։ Օրինակ նայեք, ռուսական նացիոնալիզմը ինքը շատ ուղիղ է։ Իր նպատակը ցածրացնել քեզ առաջի վայրկյանում։ Այսինքն դու հելնում ես դուրս, քեզ ասում են չիրնաժոպի, դու ասես ախ, սուկա, ես հելա իմ սարերը։ Всё, այդքան բան։ Հայկական նացիոնալիզմը ինքը ավելի խորն է։ Հայկական նացիոնալիզմին թքած вообще մաշկի գույն, մազերի գույն։ Հայկական նացիոնալիզմին դուր չի գալի օտար ազգի մարդկանց ապրելու ձևը, պանյատները, մտածելակերպը։ Ես սա մի օրինակ կբերեմ, կհասկանաք։ Օրինակ նայեք, ես նստել եմ տաքսի, ես տաքսիստս քշում եմ, ասում եմ, «Սմարա ախպերը ջոգել ես, ռուսները սաղ եկել են շներով, բայց առանց երեխա»։ Դրանք вообще պատրաստվում են իրենց սերունդը շարունակեն։ Հայկական նացիոնալիզմ։ Ես գիտեի, որ շատերի դուրը չի գա այս օրինակը, դրա համար մի հատ օրինակ ունեմ։ Գնացել էի Զվարթնոց օդանավակայան ու կանգնել են տաքսիստների հետևը, այն տաքսիստները, որ առաջինը իրանք են մեր բարեկամներին, է դիմավորում, որ սամալյոտը իջնում է, ասես դուրը բացում, ասում է տաքսի։ Այդ տաքսիստների հետևն եմ կայնած, որտեղ ինձ թվաց ինչ-որ հետաքրքիր բաներ են խոսում, ու ուզում եմ ձեզ ասել, որ հայկական տաքսիստների մոտ вообще չկա նացիոնալիզմ, զերո նացիոնալիզմ։ Իրանք քաքում են լուբոյ դուրս եկողի վրա, вообще կապ չունի ով է դուրս գալի։ Ու մեջները մի հատ կոլոտ քյաչալ մուժիկ կա, տեսել եք սաղդ կապուտ սվիտերով, սենց սպիտակ գծերով, սենց բարակ։ Մի հատ անդուր դեմք է, դրան տեսած կլինեք։ Ու էդի էր ինչ-որ վրթոված խոսում, դրա հետևն եմ կայանում, լսում եմ ինչ է խոսում։ Ու բանը, այդտեղ զալում կայնած էր մի հատ ռուս տղա ծաղիկներով, ես տենց հասկանում եմ իր անգերուհուն էր սպասում։ Ու իր անգերուհին գալիս է, այդ ռուս տղեն ծաղիկները տալիս է, ու իրանք վերցնում են իրար ձեռք ու գնում են։
Այս քյաչալ տաքսիստը գժվում ասում, արա, բլյատ, обними, բացելու, արա, ես ավելի շատ ուրախ եմ, որ եկել է, քան թե դու, արա։ Ես ինչ սառը ազգ են այս ռուսները։ Ավելի պարզ դարձավ, չէ՞, հայկական նացիոնալիզմը ինչ է։ Իմ աները օրինակ вообще նացիոնալիստ չի։ Իմ աները ռասիստ է։ Ինքը նոր հաճնում ունի խնձորի այգիներ, որ ինքը ամեն տարի բերքա հավաքով է զբաղվում։ Ինձ ասում է, դու ջան, որոշել եմ այս տարի 2 հատ նեգր կվերցնեմ, սաղ արագ կանեմ։ Ասում ձեզ միշտ չի կարելի ասել։ Ասում արա ճիշտ է, 3 հատ նեգր կվերցնեմ, սաղ արագ կանեմ։ Ասում չի կարելի տենց ասել, ասում։ Էդի բան մեր դուրը չի գալի, չէ՞ որ մեզի ասում են չիրնաժոպ։ Էդի առաջինը, երկրորդը դրանք հնդիկ են, արա, դու ինքը ջոգի քո ռասիզմից ոնց գլուխ հանում ես, թե չէ։ Ես օրինակ շատ ուրախ եմ, որ հնդիկներին տենում եմ, ուրախ եմ, որ հնդիկները գալիս են։ Ոչ ուրախ եմ, որ Հայաստանը դառնում է մի քանի ազգանի երկիր, ասենք բազմազգ ինքը կյանքում չի դառնա, բայց ուրախ եմ, որ Հայաստան են տեղափոխվում ռուսները, հնդիկները, հələ որ այդքան է։ Ես որ հնդիկների տենում եմ ավելի շատ եմ ուրախանում, քան թե ռուսները, որովհետև հնդիկներից ոչ մի վատ բան ես չեմ տեսել։ Ոչ մի նեգատիվ, ոչ մի վատ պատմություն իմ ընկերներից չեմ լսել։ Մի անգամ լսել եմ, որ մարդ էին սպանել, իտո հնդիկ էին սպանել, այնց որ իրանք իրար մեջ են հակնում։ Չգիտեմ։ Ուրախանում եմ, որ հնդիկները գալիս են, իրանք դրանով ցույց են տալի հայերին, որ անպայման չի էթա սառատը, որ գործ ճարես։ Իսկ ինձ էլ կարելի է մի քիչ բզբզալ գործ ճարել։ Շատ լավ բաներ ասացի հնդիկների մասին, բայց շատ լավ բաներ ասի, չէ՞, պտիլներ, բայց գիտեք, որ մեկ-մեկ սենց տալպա եմ տենում հնդիկների, սենց մի 30 հոգի։ Պրամ ուզում եմ մոտիկանամ, ասեմ, եթե ինչ դες տոշնի պայք, թե չկը ծծծնային։ Հասկանում եք, իրանք ինձի վատ բան չեն արել, ինձ ճիշտ հասկացեք, խնդրում եմ։ Հնդկաստանի հետ կոնֆլիկտ մենք չենք ձգի։ Դուք պետք է շնորհակալ եք, որ ես դա անում եմ։ Ես հասկացել եմ, որ էլ կյանքում չեմ իմանա, թե սովետի վախտով փողը ինչ արժեք ուներ, որտեղ այն մարդիկ, ովքեր խաբար են, միշտ ինչ-որ սենց ռանդոմ պատասխաններ են տալի անկապ։ Այն օրը աները չս այդ գարաժում կայնացենք, ձերս պլասկագուպցիա, վրեն գրած է «Сделано в СССР 2 рубля 50 копеек»։ Ասում եմ, աներ, 2 ռուբլի 50 կոպեկ է, այն վաղտ շատ էր, թե քիչ էր։ Ասում եմ, դե, Էդո ջան, 2 ռուբլի 50 կոպեկով կարայր առներ մի մեշոկ պեսոկ կամ ժիգուլի։ Արա, ասում եմ, էդի ես ոնց ժոգ եմ ախտը։ Էդի մա ինչքան է, էդի շատ է, թե քիչ է։ Ասում եմ, ու ժիգուլի, ասում եմ, հա, կամ պլասկագուպցի ախտը։ Չգիտեմ, հետո որ սենց սովետի մարդկանց հետ խոսում ես, իրանք սիրում են գլուխ գովալը նրանով, ասում են, արա բանը, մի օր իջա խանութ, արտակին տեսա, 13 օրով գնացինք Սոչի։ Ու հետո ես որ իրան ասում եմ, հա, յանի ինչ։ Իրանք ինձ բացատրում են, ասում են, դե, այն վաղտ շատ էժան էր։ Ասում եմ, օքեյ, էժան էր, բա քո պատասխանատվությունը ընտանիքիդ առաջ։ Չպետք է ասես կնիկ, եթում եմ 2 շաբաթով Սոչի, արա, արտակի հետ։ Ինձ թվում է հենց այդ մարդկանց պատճառով գոյություն ուներ «Жди меня» հաղորդումը։ Նայել եք «Жди меня» вообще։ Ես իմ կյանքում շատ եմ նայել «Жди меня», որովհետև մենք ապրում ենք մի սենյականոցում ու ես չէի որոշում ինչ ենք նայում։ Պապան շատ էր սիրում, տխուր բան էր, տենց միշտ նայում ենք ու միշտ ամեն շաբաթ նայելուց հետո պապան հաղորդումից հետո ասում էր՝ «Արա, պետք է բան անենք արտակին գտնենք, արա էս»։ Սա արտակով ասում է, հալալ ախպերս։ Ու ես այդ պահերին вообще մտածում եմ, ես շատ ուրախ եմ, որ ես հիմա եմ ապրում, այս թվերին եմ ապրում։ Այն վաղտ ոնց որ երեխեքին սենց իլայի չէին վերաբերվում։ Այն վաղտ ինձ դրա համար են շատ երեխա ունենում, որովհետև գիտեն, որ կեսս ատկելու է։ Լիքը պատմություններ եմ լսել, որ ասում են դե ես բանը ոնց որ գործի էինք, երեխեն տունը մենակ էր մնացել ու մարդը սմանից ուշացավ, երեխեն գլուխը մցրեց ռեշոտկի արանքը ու մեռավ։
Հետո գնացել էինք Բաթում, մտանք շուկա միս առնենք, երկու երեխեն նետեն կորան։ Այն հասմիկը չէր կարում երեխա ուներ, քուրը Լիլիթը երկու հատ ունեցավ, մեկը տվեց իրան։ Արա ասում, ալո, ցիվիլիզացիա։ Ես որ հիշում եմ ինձի ոնց էին տնեցիք բուժում, լիքը կասկածում եմ, որ ուզում էին ինձի բուժեին։ Ես հիշում եմ փոքր վաղ մանկապարտեզում ոչիլ էի ընկե, մաման ու պապան ինձի նստեցին, գլխից նավթ լցրին, ու պապան կպցրեց։ Չէ, չկպցրեց, Պրոստը ցելոֆանով փաթաթեց գլուխս։ Ու ես 5 տարեկան երեխա ես ոնց հավատամ, որ այդ մարդիկ ինձի սիրում են վաբշե։ Գլուխս վառվում է, նստած լացում, ասում մամա, պապա, մի արեք, խնդրում եմ, իրանք անում են արա։ Կամ որ տաքություն գրիպ էի ունենում, նասկիներս դնում էին քացախի մեջ, դնում էր մաման, ու սենց գալիս էր, ասում է ոչ մայրիկ, սպանիր ինձ, խնդրում եմ։ Մի արեք, արա էդի։ Հետո այդ շաբաթ կիրակին, որ անցնում էր, գնում էի դպրոց, պատերի տակով էի քայլում։ Նենց տպավորություններ ասում էի, սաղ գիտեն, սաղ գիտեն, որ նավթ են լցնում գլխիս, քացախի մեջ եմ ապրում։ Հետո այդ հին վախտերից ինչ-որ տենց շատ բաներ եմ ես լսել, պատմություններ, ու ինքս էլ եմ զգացել, ինձ վաբշե տատին սովորացնում էր կաշառք տալ, չգիտեմ, տատս դուք դաժե չեք պատկերացնում չոկոպայով ինչ հարցեր է լուծել։ Ես չէի ավարտի, եթե չոկոպայը չլիներ, հասկանում եք։ Պրոստը գիտեք ինչ, ես գիտեք ինչ եմ մտածում, եթե ես լինեի դասախոս, ու ինձ ինչ-որ տատի իրա թորան համար բերեր չոկոպայ, տիպը 3 մի դիր, 4 դիր, կասեի լավ չես տատես, չոկոպայը կողի ոռըտ։ 600 դրամ, չի արա էդի։ 2 հատ կոպեկ արա։ Ուզում ես 2 հատ կոպեկով սաղ պրինցիպներս բան անեմ, խաչքաշ, Ձեզ, որ օրինակ 2 հատ կոպեկ տամ, ինչ կանեք իմ համար, ոչի բան։ Իսկ ես ավարտել եմ։ Ես չեմ սիրում մարդկանց ասել երբ է իմ ծնունդը, ծնունդիս օրը, տենց չեմ սիրում ծնունդիս օրով շատ ուշադրություն։ Ու դրա համար տենց աշխատում եմ մարդկանց չպատմել շատ, որ մարտի 15-ին է ծնունդս, չգիտեմ, ինձ թվում է, գիտեք, ես հիշում եմ, որ ծնունդիս օրը, ասենք, նենց է լինում, որ նստում էի ավտոբուս, ու սենց նայում եմ մարդկանց դեմքին, մտածում եմ, դուք վաբշե կուրս եք, որ ծնունդս է, ես ինչ քաքոտ դեմքերով եք էթում, արա։ Ձեր դուրը կգար, ես քաքոտ դեմքով գայի ձեր ծնունդիները, չէ։ Չգիտեմ, ինձ թվում է այդ ինչ-որ սենց մանկական տրավմա է մոտս, որովհետև իմ ամեն ծնունդիս իմ բարեկամները ինձ շնորհավորում էին սենց, ասում էին, արա Էդո ջան, հիշում ենք ծնունդիդ օրը, օրը այդ ինչ ցուրտ էր, ղիամատ, այդ ինչ ոռի եղանակ էր, այդ ինչ ոռի օր էր, ծնունդդ շնորհավոր Էդո ջան։ Ես ծնվել եմ Երևանում, ու երբ որ ես դառա մի տարեկան, պապաս մեզ վերցրեց ու մենք տեղափոխվեցինք Վրաստան, չգիտեմ, երբ մտածեց ես ինչ մոտիկ է, քելի կնդեմ մի քիչ ապրենք, բայց մի տարի Վրաստան ապրեցինք։ Տեղափոխվեցինք հետո Հայաստան, մի տարի հետո մի քիչ ապրեցինք, պապան ասեց տեղափոխվում ենք Ուկրաինա։ Ուկրաինայում ապրեցինք 4 տարի, այնտեղ մաման ջոգեց, որ կարող է ընտանիքը քանդվի, տեղափոխվանք հետ Հայաստան։ Հայաստանում նորից մի 2-3 տարի ապրեցինք ու 2000 թվին պապան գնաց Ռուսաստան, նայեց, ասում է ջան, արա ես ինչ ցուրտ է, ես ինչքան ռասիզմ կա աստե, իմ երեխեքը պետք է ստե մեծանան։ Ու մենք տեղափոխվեցինք Ռուսաստան։ Ու ես որ սենց մտածում եմ մեր այդ տեղափոխվելու բանի, դա երկրների մասին, ես վստահ եմ, որ Արյոլի Ռեշկան իմ պապան է հորին է այդ հաղորդումը։ Պրոստը մենք, որ երկիր եթում էինք, $100 մենակ ունեինք։ Մեզ չէ, որ մամանը կարտաշկա ուներ, չէ։ Այդ 100-նոցը մանրում ենք, ապրում ենք, սկսում ենք ապրել մի ձև։ Մենք շատ ենք վարձով տներում ապրել,
հիմնականում չէ, միշտ մի սենյականոցներում էինք ապրում, պապան սիրում էր, որ ուր նայի տեն անձի։ Ու մենք տենց խոբի ունեինք, սենց որ թազը տուն էինք մտնում, տիպը սենց ամեն մեկը ինչ-որ մի դարակ էր բացում, նայում, ինչ կա, ինչ չկա, բան, վերևի դարակները պապան էր ստուգում, բան։ Ու տենց մի հատ նոր տուն ենք տեղափոխվել, հենց նոր ենք տեղափոխվել, հələ վերջերը չենք անել, ու պապան սենց մի հատ դարակը բացում է, ասում է լեկեք։ Սենց գնում ենք, ասում է, «Էսի գիտեք ինչ է»։ Էսի Պերցովի բալոնչիկ։ Ու մենք սենց կայնած ենք սենց։ Ասում է, հելեք դուրս արա սաղըտ։ Պրոստը ընտանիքով հելնում ենք դուրս, մամաս, պապաս, երկու երեխա, ու սենց կայնած, սենց լացելով նայում ենք մեր նոր տանը, սենց։ Ընդը պաճեստից ռսներ են թռնում, բան, սենց, վարվելով, բան։ Մաման ասում է, խի արիր, ասում է, ես ասի սրոկը անցած է, ասում եմ, որ սրոկը անցած ավելի լավ չէ ձերջ տես, համեկարատարակի արա էտի։ Ինձ վաբշե հետաքրքիր է պապաս ինչ մանկություն ա ունեցել, ինչ ձևի ընկերներ ա ունեցել, որովհետև հիմա շուտ-շուտ եմ լինում Բաքում, որտեղ մեծացել ա պապաս, ու ինչ-որ տենց տարիքով մարդիկ ինձ մեկ-մեկ մոտիկանում են, ասում են, արա դու Սերոժի տղեն ես։ Ասում հա, ասում է, պապայի հետ որ խոսաս, անպայման կբարևես։ Պապաս Մոսկվայում ա ապրում։ Ասում եմ, հա, օքեյ։ Ու մյուս անգամ որ պապայիս հետ խոսում, ասում եմ, պապ, քեզ աշոտը բարևում էր։ Ասում եմ, ինչ աշոտ, երրորդ հարգի։ Ասում հա, ասում եմ, ասա թո սիկտիր է լինի։ Այքոր, ասում եմ, խի արա։ Էդի մենակ աշոտ ինչ է ասում, լյուբոյ մարդ, ասում եմ, ինչ ձևի մարդ ես դու եղել, որ քեզ սաղ սիրում են դու ոչ մեկին, էլ էդ ինչ է։ Այն օրը հետո սենց վիդեո սվիազով խոսում եմ, պապայիս հետ խոսում, կինս ա մտնում, ասում եմ, ում հետ ես խոսում, ասում եմ, պապայի, ասում եմ, դե բարևի, ասում եմ, լավ չես, ասում եմ։ Չգիտես չի սիրում արա այդ մարդը տենց բաներ։ Էլ Մոսկվա նորմալ սենց ձեռով բարևի։ Կամ ասում եմ, օքեյ, պապ, ասենք թե քո ասածը եթում եմ փոխանցեմ, չէ՞, եթում եմ դուրս, աշոտն ա գալի, ասում եմ, հա, բարևիր։ Ասում եմ, աշոտյա, պապան ասեց սիկտիր էլի։ Սմարա, Սերոժ, տիպիկ Սերոժ, Սերոժ, կբարևես։ Իսկ կան հենց բան, երբ որ պապան մտնում ա լողանալու բաղնիկ, տունը սենց ինչ-որ անկապ աժիատաժ ա սկսում սենց տիպը։ Տրուսիկս ուրա, սրբիչը ուրա, բան, ոնց որ ամեն անգամ առաջի անգամ լողանար այդ մարդը։ Ու տունը ոչ մեկ հանգիստ չի կարում նստել, էլի պապան լողանում ա։ Հետո սենց հելում է, սենց հոտ ա գալի վրից, էլ եք լողցել, կարան։ Ինքը լողցել ա, էլի, ազարից մեկ։ Ես ես կատակը ռուսերեն էլ եմ պատմում, ռուսական աուդիտորիայի համար, ու ուզում եմ ասեմ, որ հայերեն ես կատակը մի 10 անգամ ավելի լավ ա աշխատում, քան թե ռուսերեն, որովհետև ռուսները ուրդուս գիտեն պապան ինչ ա վաբշե։ Էդի սկզբից էդի պտի բացատրես, հետո նոր կատակը, անհարմար ա։ Ես նկատել եմ, որ Հայաստանում շատ են բացվում ռեստորաններ բաց խոհանոցով, որտեղ կարաս տեսնես խոհանոցում ոնց են աշխատում, բայց երևի Հայաստանը մի հատ երկիրն ա, որտեղ պովորներին պոխույ, որ էդի բաց ռեստորանն է։ Իրանց համար էդի դաժե ոնց որ վիզով ա, էլի ինչ-որ սենց որ նայում ես այդ շուշի հետ, Չգիտեմ, ես որ սենց նստած նայում եմ սարքում, ասում եմ ախպերական էդի ինձի չբերեք արա էդի։ Հուսով եմ եսի ես չեմ զակաս տվել։ Ես ապշե կարծում եմ, որ կաֆեներում, ռեստորաններում ստաֆը 4 ամիսը մեկ պետքա գործից հանել, որ չհասցնեն ընկերանան։ Որտեղ օրինակ իմ դուրը չի գալ, ես գնացել եմ կաֆե, ու սենց նստած եմ, երկու աֆիցիանտ սենց էթում են, սենց մեկը սենց եմ, որդ կճղեմ, արա ասում եմ հացս ես բերելու, մի ձերտու, արա էտի։ Սիրում եմ նայել ֆիլմեր, սերիալներ, կինո, հիմնականում նոթբուքով եմ նայում, տունը, սենց պարկում եմ, նոթբուքը դնում եմ վրես, փորիկիս, ու ինչ-որ սենց կինոներ եմ նայում, սենց նայում եմ, ու նկատել եմ, եթե սենց ֆիլմը սկսում ա, ու սկզբում գրվում ա ֆիլմ ասնովը на реальных событиях, ես սենց մի քիչ ավելի ձիգ եմ նստում, սենց մորա, նիխույա себе ինչ եմ ընտրել, արա։
Իզուր չեմ 6 ժամ ծախսը։ Բայց դուրս չի գալի, օրինակ որ կինոն նայում եմ ու կինոյի վերջում ա գրվում фильм «Основан на реальных событиях», իսկ ես արդեն որպես խույնյա եմ նայել էդի, հասկանում եք։ Զարանի ասեք տանք ինչ ենք նայում։ Իմ պապան օրինակ իմ պապաս էլ է շատ սիրում կինոներ, ինձ թվում է իմ պապան համարը սաղ կինոները նայել է, համարը սաղ գավնո կինոները նայել է։ Իմ պապայի համար կարևորը որ կինոյի անունի մեջ կոբրա լինի, որ նայի, ասես։ Ես շատ եմ ուրախանում, որ պապաս ինչ-որ տենց լավ կինո է նայում, էլի, սենց NTV-ի կինո չի նայում։ Շատ եմ ուրախանում, բայց որ ասենք սենց գնում եմ իր տուն ու տենում եմ, որ ինքը լավ կինո է նայում, ես իրան չեմ ասում, որ պապ, էսի լավ կինո է, որովհետև հենց ասում եմ, էսի լավ կինո է, փոխում կոբրան է նայում մի անգամից, որովհետև ես ուր դուզ գիտեմ լավ կինոն ինչ է, ես კი կոշիկ չեմ կարող ընձի առնեմ, սաղ դերմանցին եմ առնում, հասկանում եք։ Հայկական սերիալներ չեմ սիրում, վաբշե չեմ նայում, որովհետև ինձ դժվար է ասոցացնել հայկական սերիալների հերոսների հետ։ Չեմ կարում։ Հայկական սերիալներում օրինակ ես նկատել եմ, որ դերասանները չեն կարում հարուստ խաղան։ Ոնց որ իրանք հարստությունը ուրիշ ձև են տենում, էլի։ Հայկական սերիալներում հարուստ, դա երբ որ 4 հոգի կոժոնի դիվանի վրա նստած կանյակ է խմում։ Ու րոպեր մեկ ասում է, 10 աստղանի կանյակ ենք խմում։ 10 աստղանի։ Բայց նես տպավորության, որ սցենարիստներն էլ չեն տեսել, հա, հարուստ։ Սցենարիստները իրենց թույլ չեն տալի հարուստ բաներ գրեն դերասանների համար։ Նայում ես այդ 4 հոգին կանյակ է խմում կոժոնի դիվանների վրով, սցենարով սաղ Հայաստանը իրենց ձեռն է, բայց իրենց սաղ բազարները $300 կողք է, ասենց մոտավոր դրա վրով են հագնում իրար հետ։ Չգիտեմ, ես հոլիվուդյան ֆիլմերի հերոսների հետ էլ ինձ չեմ կարող ասոցացնեմ, որովհետև մեր մենտալիտետը շատ տարբեր է։ Ես որ նայում եմ հոլիվուդյան ֆիլմ, օրինակ փորձում եմ ինձ ասոցացնել, չի ստացվում։ Նայում եմ այնտեղ ասենք ինչ որ երեխա է, որը որ իր սենյակում նստած է, չէ, ասենք։ Իր սենյակում։ Ես ըտե եմ ուժը դուրս մնում, հասկանում եք։ Իր սենյակում նստած է ու իր հերը մոտիկանում է ասենց եմ. «Հեյ, չեմպիոն, այս ինչ ես անում»։ Ու երեխան ասում է. «Պապ, ես երևակայական ընկերոջս հետ մոնոպոլիա եմ խաղում»։ Ասում եմ. «Ոչինչ չեմպիոն, իմ մոտ էլ կար երևակայական ընկեր Բոբը, դա կանցնի չեմպիոն»։ Ես մտածում եմ, ասենք նույն բանը հորս հետ լիներ, չէ՞։ Առաջինը, եթե ես դաժե աշխարհի չեմպիոն լինեմ ինչ-որ բանից, ինձի հերս կյանքում չի ասի չեմպիոն։ Կյանքում։ Ու ես մտածում եմ, լավ, ասենք թե պատկերացնենք ունեմ սենյակ, չէ՞, ունեմ։ Սաղ իմ սիրած պլակատներն են, դա Ավրիլ Լավին, բան, սենց կպսրած է, սենց հերս մտնում է, ասում է, ի՞նչ ես ամարը։ Ասում երևակայական ընկերոջս հետ մոնոպոլիա եմ խաղում։ Ինքը սկզբից իմ ոռը կճղի։ Հետո երևակայական ընկերոջը կճարի, դրա ոռն է կճղի։ Ոնց թե արա, ես ինչ հոլիվուդյան բաներ ես անում, արա։ Այնօր կնոջս հետ ինչ-որ տխուր ֆիլմ էինք նայում, ֆիլմը վերջացավ, քննարկում ենք ֆիլմը ու կինս ասում է, «Էդ, եթե հանգարց իմ հետ ինչ-որ մի բան պատահի, իմացի մեր փողերը 500,000 դրամ բանկում է»։ Ես ասում եմ, «Բախի ձեն չէ իր հանում, որ փող կա»։ Այդքան պետքական վաղտ կար։ Ասում եմ, «Լավ, կյանք, ես էլ քեզ բան եմ ասելու, եթե հանգարց իմ հետ ինչ-որ մի բան պատահի, այս պարոլը գրի օնլայն կազինոյից, օրը 2 ֆրի սպին ունես, ազես»։ Կտժակ տղուս հետ։ Ես արդեն 12 տարի ամուսնացած եմ, շատ ուրախ եմ, չէ, Ես կնիկը սկսեց, գիտեք, չէ՞։ 12 տարի ամուսնացած եմ ու շատ ուրախ եմ, որ հենց այդ մարդն է իմ կինը, շատ եմ սիրում, լավ մարդ է, չէ՞ լավ հանգիստ։ Շատ ուրախ եմ, որ հենց ինքն է իմ կինը, սաղ լավ է, բայց ունեմ մի երազանք, իմ սեփական աչքերով տեսնեմ,
թե ոնց եմ ես կնոջս ինչ-որ բան sense գցում ու ինքը բռնում է։ Չի եղել ոչ մի անգամ։ Պրամ պետք է զգուշացնես, ան, բանալի եմ գցում։ Թե չէ կպնում է ճակատին, ընկնում է գետնին, հետո կռիվ գալմաղալ չի դզում։ Նույնը հակառակը, ես որ ասում եմ ան, մի հատ ինձ են հերոսը գցի, կեթա սենյակից կվերցնի, մի ժամ կբերի կդնի ձեռս։ Ասում եմ, ես տղա եմ, էքշն եմ ուզում մի քիչ։ Ճիշտ կարում գցես այդ հերոսը։ Ընկերոջս ասեմ, տուր 5-րդ հարկից կգցի գլխից, вообще առանց հարց։ Ես ունեմ երեխա ու նենց է ստացվել, որ ես յան շատ ուշ եմ տենում, իմ ուզած չափով չեմ տենում, գործից պատճառով, որովհետև ես հիմնականում գիշերներն եմ աշխատում, երբ որ ես տունն եմ ինքը պարտեզում է, ինքնատունը ես եմ գործի ու տենց շատ ուշ ենք իրար տենում։ Մեր միակ կոնտակտը էդի կինս է, ով ինձի ժամանակ առ ժամանակ Telegram-ից վիդեոներ ակցում երեխուս կամ ինչ-որ նկարներ, տիպը նայի տղետ բանման։ Բայց խնդիրը նրա մեջ է, որ կինս չգիտի ճիշտ վախտը նկարելու։ Հասկանում եք, չգիտի ինչը պետք է նկարի։ Օրինակ նայեք, ես օրվա մեջ ինչ-որ sense զբաղված մարդ, sense լիքը խառը գործերով եմ բանման, վազվզոցի մեջ եմ ու կինս ինձի վիդեո է ուղարկում, որ դա իմ տղեն է 6 րոպե 48 վայրկյան։ Սենց նայում եմ, տղես նստած է, այսպես նստած է։ 6 րոպե 48 վայրկյան, սենց նայում եմ, նստած է։ Ու ես մտածում եմ, արա ինչ կարգի ворի մարդ պետք է լինեմ, որ առաջ տամ այդ վիդեոն, տղես արա։ Տղուս վիդեոն ոնց կարամ էդի առաջ տամ, բայց 6 րոպե 48 վայրկյան նստած է պրոստը։ Ու նայում եմ, ինչը վերջ նայում եմ, գրում եմ հետո, կինս գրում է հենց անջատեցի սեղանի վրով սալտո տվեց։ Արա սոմետի նկարի, արա։ Ես մենակ պատմություններով գիտեմ, որ ինչ-որ կայֆոտ երեխա է մոտս։ Իմ տեսածով դինջ երեխա է ինչ-որ։ Այո, տղես հայա, շատ գլուխ գովանա, ինչ-որ տես թիթիզ բաներ ունի, չգիտեմ, մենք իրան հետի չենք տվել, բայց ինքը զավացքոյն աստրոկեքով այդ ամեն ինչը ունի մեջը։ Էներ ասում է, մանգապարտեզում կռիվ եմ արել։ Ասում եմ, ում հետ ես կռիվ արել, ասում է Սաքոյի։ Ասում ուր դես խփես Սաքոյին, ասում է ես ուսին։ Ասում բա Սաքոն քեզ ուրա խփե, ասում է աշկիս։ Ասում էդի կրուտո իստորիա չի, արա, էդի Սաքոն պետք է իր հորը պատմի, ոչ թե դու ինձի։ Էլ գնա պարապի արա։ Չգիտեմ, հիմա մեծանում ինչ որ հետաքրքիր հարցեր ա տալի, իր հետ արդեն հետաքրքիր ա շփվել է։ Տենց քայլում ենք իր հետ Երևանով, ասում է, պապ, հիմա ցերեկ է։ Ասում եմ, հա, ցերեկ է։ Ասում է, բա լուսինը խի է երևում։ Արա ասում, դեբիլ ես արա։ Նայում եմ երևում է, օրս արել է։ Ասում չգիտեմ ինչ է այսօր 5 շաբթի։ Ասում չգիտեմ, կարող մեկ կլինի, Մոսկվա չկար sense բաներ։ Մոսկվա մութ էր։ Չեմ սիրում տղուս հետ խաղալ նամանավանդ ավտոներով, որտեղ վտեղել է երևում իր լոպազությունը։ Ինքը միշտ իրան մի հատ ինչ-որ Lamborghini է վերցնում, ինձ չխկլիկ է տալի մի հատ sense ավտո։ Ու համել խաղի սցենարները ինքն է որոշում, ինչը էլի դուրս չի գալի։ Ասում է, պապ, ես ըստե Lamborghini-ով կայնած եմ։ Ասում է, դու քո ավտոյով sense կգաս, կասես, «Վաու, այս ի՞նչ է, թազա ավտո ես առել»։ Շատ սիրուն է։ Ասում եմ, օքեյ, sense գալիս եմ մոտը, ասում եմ, «Վաու», ասում ես, «թազա ավտո ես առել»։ Շատ սիրուն է։ Ասում է, գիտեմ։ Արա ասեմ դու չես սցենարը գրել արա։ Շատ վիրավորական չի իմ համար տղես։ Ասում եմ, պապ, դու պարկի Յանի պարկած մլիցայից ես վրովը տանսեմ։ Այդ քիչ ամեն ուժը տես բաներ առաջարկի։ Ինքը ես վերջերս դարձավ 4 տարեկան ու շատ էր ուզում, որ իր ծնունդին գան Spider-Man-ը եւ Խալկը։ Ես դա կազմակերպեցի անիմատորների միջոցով, իսկականները զբաղված էին։ Ու ճիշտ ասած, ես էլ տղես էլ դժգոհ մնացինք։ Տղուս դուրը չեկավ Spider-Man-ը, իմ դուրը չեկավ Խալկը։ Ասում տղես, ինչի դուրը չեկավ Spider-Man-ը, ասում է, որովհետև ինքը գնաց տուն տաքսիով։ Ասում դե տղես, նոր հաճն ենք ապրում, ես դե չկա վիսոտնի, դեմքը կքերի սաղ։ Ասում իրան էլ կարելի է հասկանալ։ Ինձ Խալկը չդզեց։ Որտեվ զգուշացել ենք, որ երեխու ծնունդը շատ 3-4 տարեկան երեխեք են ելնելու։
Այդ եզը ուժը կանաչած գժված է եկե ֆազերը գցած։ Ասում արա ինչ ես գժվե երեխու ծնունդը։ Вообще չի դեզում որտեղ ես մեծանում, հա։ Որտեղ որ ինքը փոքր էր, ինքը ինձ ասում էր, «Պապ, դու աշխարհի ամենաուժեղ մարդն ես, չէ՞» Ասում եի, հա։ Ասում կարաս են գրուզավիկը բարձնես, ասում կարամ, բայց կեղտոտ է։ Ու ինքը հավատում էր, իրան էդի դաստատաշնի էր, հասկանում եք։ Հիմա ես վերջերս ասում եմ, «Պապ, դու աշխարհի ամենաուժեղ մարդը ես, չէ՞» Անես չդզեց, բայց ասեցի չէ, ասում եմ, երևի հելելա դուրս ինչ-որ ուրիշ մարդ հա տեսել, լյուբոյ։ Ինձ վիդեոյի համար բան էր պետք, խամյակ էր պետք, խամյակ էի առնում։ Դուք вообще կուրս եք, ինչ էժան է խամյակը։ Կուրս եք вообще, որ խամյակը արժի 1500 դրամ։ Այդ անտերը շնչում է արա։ Ու որ խամյակ է առնում, աշխատող ասեց մի հատ էլ մի պաշկա կեր առեք։ Գիտեք ինչ արժի մի պաշկա կերը։ 1500 դրամ, պատկերացնում եք։ Համ կենթանին, համ իրա կերը մի պաշկա։ Տենց առա ու 3 ամիս հետո խամյակը սատկեց, բայց կերի կեսը հələ կար։ Ու ես մտածում եմ, ինչ անեմ, կա, թազա խամյակ առնեմ, այն կեսը ուտի։ Թե կարող է դա մի քիչ շատ ապրի, նորից կեր առնեմ։ Հիմա ինչ, ես պետք է սաղ կյանքս խամյակ ունենամ, չեմ ջողում։ Մի անգամ վիդեո էի ուզում նկարել։ Ես կարծում եմ, որ մենք հայերով ազգովի պետք է հավաքվենք ու վերջնական որոշենք, մենք իտոգում քֆուր տալիս ենք թե չէ, որովհետև այդ անորոշության պատճառով մարդիկ են մեռնում։ Մեկը մարդիկ են մեռնում, որովհետև մեկը քֆուր է անում, մյուսը նկատողություն է անում, իրար բազուկայով խփում են տղեկները։ Հարմար չի։ Պետքա ջոգենք, որովհետև ես որ նոր տեղափոխվեցի, ինձ առաջի օրվանից ասում էին հանգարց քֆուր չտաս, մենք ստե քֆուր չենք տալի, քֆուրը ստե տաբու է։ Բայց իմ տեղափոխման առաջի օրվանից ես ամեն օր դուրսը հայկական քֆուր եմ լսում։ Նես տպավորության ոնց որ մենակի ինձ չի կարելի։ Սենց հայերով հավաքվել են, շոր մեծ պրանկ են գծը։ Ես հիմա որ քաղաքով քայլում եմ Թումանյանով, ասում են, այն Դալբայոբին ենք ասել, որ քֆուր չենք տալի, պատկերացնում ես։ Չգիտեմ, ես вообще դեմ եմ ցանկացած արգելքների, այտենց շոր ազատություն սիրող մարդ եմ, բայց կարծում եմ, ես вообще մեծ սիրով կարգել էի Հայաստանում մեր քրֆելը։ Իմ կարծիքով շատ փոքր երկիր ենք, որ այտենց քֆուր ունենանք։ Անճորնի ձևի փոքր երկիր ենք, որ այտենց քֆուր անենք։ Նայեք, մենք օրինակ մեր միջոցառումներից առաջ միշտ զգուշացում ենք, ասում ենք միջոցառումը 18+ է, հնարավոր է հնչի հայհոյանք։ Բայց ոչ մի անգամ չի եղել, նստեմ տաքսի, տաքսիստը ասի բրատ։ 18+ է ալնելու։ Չէ, ես նստում եմ տաքսի, տաքսիստս դեմի Opel Zafira-ի մորը տուջը քրվում է, ասենց առաջի վարքյանին, առանց հարցնելու, դուրս գալիս է, չի գալիս։ Ես բացատրեմ ինչի տենց քֆուրներ չպետք է լինեն, որովհետև մի անգամ նոր տարվա գիշեր գնում էի Մասիվ ժամը 3-ի կոմերը ու կարմիր լույսի տակ մի հատ BMW անցավ, արդեն հայ խփում էինք, մեռն էինք սաղովի ու տաքսիստս գժվավ, սենց պատոնից հելավ, սենց ես քում մերը ու քրֆեց։ Ու այս BMW-ի շոֆերը մեզ 3 հատ կարճ սիգնալ տվեց։ Այս տաքսիստս ասում եմ, այ քո արա, մորքուրից տղերներ։ Դրա համար եմ ասում, շատ փոքր երկիր է, լուբոյ վարկյան կարաս մորքուրիդ քրֆես։ Ավելի լավ չէ չանենք տենց քֆուրներ։ Հետո այդ կարմիր սվետաֆորի պահով ես օրինակ հասկացել եմ, որ մենք ինչ-որ տենց բույնի աբորիգեն ենք դառնում հայերով, նոր տարուն մեկ էլ երբ որ զբորնին է կրում, կարմիր լույս նայող չկա։ Փառք Աստծո երկուսն է տարին մի անգամ ալնում, տենց Ես շատ կուզեի, որ Հայաստանում փոխվեր գանդոն բառի իմաստը, որտեղ երբ որ ասում են գանդոն, ես կողերն եմ, սենց մի տեսակ ոնց որ իմ վրով խոսան։ Հեսա բացատրեմ ինչի, հանգապ չեմ ասում։ Հասկանում եք, ես օրինակ գնացել եմ ակերս փոխելու, այս ակ փոխողը ակերս փոխում է,
Ու ինչ որ բան է պատմում, դե բնական որ 10 րոպե ծանոթ ենք, պետք է սա կյանքը պատմի։ Ասում ախպերս պատկերացնում ես այն օրը խմած լակած մաշնովետում է մի հատ բան, Toyota չտեսա, ախպերս ինձ մտա մեջ է, Toyota շոֆերը հելա, ասում է ես ոստիկանություն եմ կանչում, պատկերացնում ես ինչ գանդոն է։ Ու ես ասում եմ մտածում արա, դի տոշնի ես եմ արա։ Հերիք արա լավ մարդկանց գանդոն ասեք։ Ռեմեն կոշկողներին, բան ասես, ով ինչ լավ բան անում, ասում են գանդոն, հերիք է։ Մեր կլուբի մոտ մի հատ ավտո էր կանգնում, հենց դրան դեմը շատ վատ էր կանգնում, այսինքն ոչ մարդիկ էին կարող անցնենք, ոչ ներսու դուրս էին կարող անենք, ոչ մի բան։ Մի անգամ զգուշացրեցի, երկրորդ անգամ կիսակռիվ, այդ մարդուն մեկ է, ինքը տենց է դաստիարակված, որ ինքը կարա կայնի գիտե, իրան մեկ է մարդիկ անցնում են, թե չէ։ Ու երրորդ անգամ ասացի լավ, ստե կողքը պատրուլ կա խաչմերուկին, այդքան ոստիկաններին դիմեմ։ Ասում եմ բարև ձեզ, ասում եմ դե կլուբի դեմը ավտո է կայնած, չենք կարող մտնենք, ասում եմ բրատ, մաշնի համարներ ասա զանգենք քաշի։ Ասում եմ այտենց ես է կարամ լուծեմ այդ հարցը, ասում եմ ի՞նչ ձև եք լուծում հարցը, ասում եմ դուք հասկանում եք, ասում եմ որ մարդը օրենք է խախտում։ Ասում եմ այս ոստիկանը ասում դու ուզում ես որ մենք իրան տուգանենք։ Ինչը հայերենից թարգմանվում է ինչպես դու գանդոն ես, այմա սա ընկավ տեղը ախպերս, քել տենանք ով է էդի բան։ Ես այնպես փոշմանեցի, որ ոստիկանությանը դիմեցի, որովհետև ես նստած էի սենց լոխի պես, իրանք սենց երկու ոստիկան ու այդ մարդը սենց իրեքով կայնեցին, ինչ որ խոսացին, իրար պաչեցին, ելան տներով, պրոստը։ Այդքան բան։ Ես հասկացել եմ, թե ինչ են տաքսիստները հիմնականում վստահ ու անկապ բաներ խոսում, այդ ամեն ինչում մենք ձեր հետ բոլորս մեղավոր ենք, որովհետև ինչպես է անցնում տաքսիստի օրը, չէ՞։ Մենք նստում ենք տաքսի, տաքսիստը ասում է Պուտինը եթե ուզի 2 օրում սաղին կջնջի, ու մենք սենց հա։ Ես միշտ տենց էի մտածում, հա։ Ու ինքը հելնում է տուն, իր կինը ասում է, հա, ոնց անցավ օրը, ասում է լսի, ես աշկես պոլիտիկա է եմ, ես ինչ ասում ես մարդիկ համաձայն են նախ։ Դրա համար ես որոշել եմ իմ համար, եթե ես ինչ-որ մեկի հետ համաձայն չեմ, մի անգամից պետք է ասեմ, անկապ հա չպետք է ասեմ։ Ու տաքսիով գնում եմ Նորհաճն, Նյուհաճն, maybe լսել եք, գնում եմ Նորհաճն, տաքսիով ու Մասիվում այդ ժամանակ ավտոբուսի գծերն էին գծում, ճանապարհը փակ էր, պետք էր գնալ Աբիեստ։ Ու այս տաքսիստը սենց քշում է, հասնում է ոստիկանին, ասում է ախպերս բացի անցնեմ։ Ասում է բրատ, փագացա, որովհետև գործ ենք անում, չես կարող անցնես։ Ասում հալա վրա 10 մետրը բաց եք անցնենք, ասում չէ, չեք կարող անցնենք, պետքա գնաք Աբիեստ։ Ու այս տաքսիստը գժվում է։ Ասում արա սենց եք անում, էլի որ երկրում սենց ատմոսֆերա է։ Ու սենց ճռռացնում է, սենց Աբիեստ, ասում ես քո մերը, ես քո ընտանիքը, ես քո քուրը, ինչ ասիր ախպերս։ Ասում եմ դե ես համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ դա իր գործն է, իրան ասել են ինքը անում է։ Ու գիտեք, մի 20 րոպեով տաքսիստի ուղեղը կախել էր։ Вообще չէր խոսում, սենց պրոստը պերիոդически նայում էր, հայլում էր, տնան դեմ նստացել է թե չէ։ Ու սենց մի քիչ անցնում է, ասում է, արա դա չէ, էլի ախպերս չէ, էլի, ասում է, արա ճիշտ կայֆ էր, ասում է։ Մի քիչ խմած էր, 5000 դրամ տվեցիր, հելար գնացիր։ Ասում եմ, հա, բայց ուրիշը մի քիչ ավելի շատ էր խմած, էլի 5000 դրամ տվեց, գնաց մեկի գլուխը կերավ։ Ես տաքսիստը սենց եմ։ Դու ստուշ չես, ախպերս։ Չգիտեմ, բայց էդի տաքսիստ չէ, էդ ինքը որպես մարդ շատ վատ մարդ էր։ Ինքը ինձ ամբողջ ճանապարհը մեղադրում էր նրա մեջ, որ ես գիշերը ուշ գնում եմ Երևանից դուրս իր ավտոյով ու վճարելու եմ իրան ընդամենը 4000 դրամ։ Ասում ախպերս դու ջոգում ես, ես կոմիտաս 10 րոպե մեզ փողը կաշխատեմ։ Ես հիմա ինձ вообще վիգտնի չի քեզի տանելը։ Ես հիմա 4000-ով քեզի տանում եմ Նորհաճն, դատարկ եմ հետ գալու գիշերվա կես։ Вообще ինձ չի դզում էսի ախպերս։ Ասում բրատ պիզդեց քունս տանում է, թե չէ քո հետ կգայ ախպերս։ Ինչ անեմ։ Ուզում ես այսօր մեր տունը մնա։ Չգիտեմ, ես ուզում եմ որ դուք շատ չոտկի հասկանաք ինքը ինչ կարգի վատ մարդ էր։ Ինքը գիտեք, ինքը այն կարգի վատ մարդ էր, որ գիտեք ինչ մարկանց, այն որ դոգի լայվը էր նայում, սենց հենց ինձի քշելու վաղ, տուն տանելու վաղ էր նայում։ Այդ կարգի վատ մարդ է։
Որ ամեն ինչից բողոքում է ասում։ Արա մորքուրս էս ամիս $300-200 ուղարկեց։ Չենք հասցնում ախպերս, փողը ստանում ենք, սա շտրաֆ ենք մուծում։ Այն օրը փողերը ստացա 4 հատ կարմիր լույսի շտրաֆ մուծի։ Չի ասում էլի որ կարմիր լույսի տակ անցնում։ Բա այն օրը բրատ, այդում եմ իմ համար հանգիստ 120 Անձրև, ձուն, ղիամատ, ցեխ, մեկը գայշնիկը կայնստում է։ Ասում ես անձրևին ուր դուց գայշնի։ Այն օրը վերնիսաժ էի, բրասլետ էի ուզում ինձ առնեի, ու ասում եմ ինչ արժի բրասլետը, ասում է 10,000, բայց քո համար 8։ Ասում դու ինձ չգիտես, բա ում համար է вообще 10,000։ Կամ որ այտենց ռեսկի գինը գցում ես, ուժը չեմ ուզում առնեմ, ասում ուրեմն ինչ-որ բան նիտո է, էլի։ Վերջ առա այդ բրասլետը, 20,000-նոց եմ տալի, 10,000 զդաչի է տալի, ասում եմ ձյաձ, ոնց որ թե քիչ ես, տալի զդաչի։ Ասում եմ չես ամաչում, հորդ թայ մարդ եմ։ Ասում եմ հա ինչ, հորս թայ մարդ բոզի տեղա չի լինում, էդի ասում է բանը։ Вообще շատ եմ հանդիպում անտակտ մարդկանց, ես вообще շատ եմ սիրում M&M's սալյոնը կարամել, կերել եք շատ հանվում, անպայման ամեն օր կերեք, որ տենում եմ միշտ առնում եմ, շատ եմ սիրում M&M's սալյոնը կարամել, ու առնում եմ M&M's սալյոնը կարամել, ու ես կասիրշան, սենց վերցնում է, ես M&M's-ը դիմացի աշխատողը, սենց եմ, լուսո, սրանցից զզվում եմ, ասում էտի ուտելու եմ, ու երեխուս հետ եմ, էլի, սենց հելել է, երեխուս մազերը նշի, որ շատ երկար է, իմինի պես է, սենց հելել է, սենց եմ, մազերիդ վիճակը ինչ է, ու ես եմ կողքը կայնած, էլի, պապան, որ պետք է իրան պաշտպան, ես եմ, վաբշե դու ինչ ես մտածում, էլի, մտածում ես քո հետ պետք է տղուս վրա լռվեմ, հա, ծիպա, էսի բան, էսի փող չունի մազերը կտրեսի, էսի նեֆրա, ես սաղ կյանքս կտրում եմ մազերս, գնում եմ Վարշավիրանոց, ու Ռուսաստանում իմ Վարշավիրը կին էր, ու ես հիշում եմ, որ ես սենց մազերս կտրում էի, ու ասենք ինքս սենց մազերս կտրում է բանման, ոնց էսի բացատրում, սենց մազերս կտրում է, չես, մազերս կտրում է, ու կպնում էր ինձի կտրելու վաղտ, ասենք, չգիտեմ, ծիծիկով, չէ, ասենք թե, սենց կպնում էր, ես սենց նստում էի, քարացած, սենց տիպը դե, ես չգիտեմ կանանց մոտ օրգանները ինչ կարգի զգայարաններ ունեն, սում կարող կանեք չեն զգում, երբ որ ծիծիկով միտե են կպնում, օքեյ է, հանգիստ իմ համար նստած եմ, բայց հիմա իմ բարբերը տղա է, ու լավ, շատ մոտիկ ենք իմ բարբերի հետ, են կարգի, որ ուժը մեկ իլայի է կտրում, սենց այս անգամ չստացվա վեդո ջան, բանցում, ու նայեք, տղեքի օրգաններից ես բեսամպ կուրսի եմ, ու մեկ գիտեք, սենց որ նստած մազերս կտրում է, չէ ինքը, սենց կտրում է, սենց կտրում է, էդո, ու ես սենց նստած մտածում եմ, ախպեր, դու էսի հաստատ զգում ես, ախպեր, իմ ձվերը թեթև միտե կպնի, ես կգժվեմ, արա, ձև չկա դու էսի չզգաս, ինա դու ես անում արա, ուսես նայում եմ վրեն, ինքն է սենց կտրում է, յանի ախպեր ես, դու էիր ֆեյդ ուզում, ես ֆեյդը սենց եմ անում, չգիտեմ, հետո սենց գալիս է, ես հետևից սենց որ բարձասնում են, սենց բարձասնում, յանի մի քիչ է, թո ձվերս ուսիտ դնեմ, էլի, սենց, թո մի քիչ է ուրիշ տելնի, Sex education, հանեք թուղթ գրիչ, sex education-ից ենք խոսալու, ես շատ կուզեի, որ Հայաստանում լիներ sex education, ինձ թվում է այդի վատ է, որ չկա, քանի որ երեխեքին ինչ-որ տարիքից պետք է բացատրես, ինչը ինչի համար է, էլի, որ կյանքում ինչ-որ անհարմարություններ չլինի, օրինակ ես չեմ ունեցել sex education, բայց շատ կուզենայի, ու այդ sex education-ի բացակայության պատճառով լիքը սենց ինչ-որ վայրի մարդիկ ունենք, էլի մենք սենց ինչ-որ գազաններ ունենք մեր մեջ,
Էդի մեր մոտ փոքրուց է գալի, ես հիշում եմ, որ ինչ-որ սենց ընտանեկան հավաքույթների ենք, եթե տունը պուճուր տղա երեխա կա, սա բերում են, սաղ պուպուլը պաչում են, տիպը հոպնանինանինա, նայեք ինչ ճուճուլ ունի, հոպնանինանինա, տղայա։ Բայց ասենք աղջիկների օրգանների մասին չի կարելի, ոչ մի ձևի, էդի կեղտա զիբիլ, ոչ մի ձևի չենք խոսում դրա վարով, զզվելի բաներից չենք խոսում։ Ու օրինակ նայեք, ես գնացել եմ սուպերմարկետ ու տեսնում եմ մի հատ աղջիկ կանգնած իրան բան է առել, պրակլատկա, տակդիր, ու սենց կայնած է ու մենեջերը մոտիկանում է իրան ու տալիս է սև տոպրակ։ Յանի պահի, հո դու բոզ չես։ Ու ես մարդը, որ առանց sex education, բնականաբար երեխուս հետ կայնած եմ, ասում եմ, ճիշտ է ասում, արա։ Եկել եմ տղուս հետ մարուժնի առնեմ, ես ինչ պուտանկություններ եք ձեզի թույլ տալի արա։ Սա համար եմ ասում, որ այսպես վայրի ռեակցիաներ չլինի այդ ամեն ինչի։ Պետք է սովորացնել փոքրուց։ Ես TikTok-ում մի հատ վիդեո էի նայում 2 օր առաջ ու այնտեղ կիսաբաց լուսամուտներից էպիզոդ էր, որտեղ աղջիկը եկել էր կիսաբաց լուսամուտներ ու պատմում էր, որ 2 տարի արդեն ամուսնացած են, սեքսով են զբաղվում իր մարդու հետ, բայց չեն կարող հղիանան։ Ու էքսպերտները լուրջ դեմքով իրան բացատրում են, որ պարզվում է 2 տարի է դուք սխալ վայրից եք սեքս ունեցել։ Ու ես նայում եմ այդ վիդեոն, ասում եմ, օքեյ, երկրում չկա sex education, բայց դու աղջիկ ջան չես ասում, բռա, տեսի որս է, մի արա, չի դժում։ Քո դուրը կգա արա, որ ես եմ։ Արխային խնդացեք, ոչ մեկ ձեզ չի նայում, թուլցեք։ Ես որ նոր էի տեղափոխվել Երևան, այդ վաղ հələ ստենդափ կլուբը չկար, բայց կային մարդիկ, ովքեր որ ինչ-որ տենց մեծ ստենդափ կոնցերտներ էին կազմակերպում, մեծ կոմիկներ էին բերում, տենց մարդկանցից մեկը ընկերս էր, ու ինքը պետքա երկրից գնար, ասում է, խնդրում եմ, կարաս այդ կոմիկի հետ մի 2 օր ժամանակ անցկացնես, որտեվ երկրից դուրս եմ լինելու, իրանք փողը կփոխանցես, ցույց կտաս Երևանը ու ես էլ իմ կողմից իրան նվեր կփոխանցես, ով կասի էսի ինչա։ Այո, բանալին։ Ասում ես 2 գրամ բանալին իմ կողմից կփոխանցես այդ կոմիկին։ Ես եթե ինչ դեմ եմ թմրանյութերին, կյանքում մի օգտագործեք, դա վատ բան է, բայց տենց պատմություն է, ուզում եմ պատմել։ Ու տենց կայնացենք ընկերներով 4 հոգով ենք, ընկերներս ասում են, լսի, դու էսի վաղն ես, չէ՞ փոխանցելու։ Ասում հա, ասում է կա ծխենք։ Ասում ես այն օրը մամուլի շենքում էլ ասի, որ ես դեմ եմ տղեկ, եթե ուզում եք, դուք վայելեք։ Վերջը, ծխեցինք ու ընկերներից մեկը ասում է ստե կայֆոտ տեխնո կլուբ կա Երևանում, քելե գնանք ընդ, ասում քելե գնանք, ես նես չեմ սիրում տես բաներ, բայց եթե դուք ընդ կայֆոտ ժամանակ կանցկացնեք, խնդիր չկա, գնացինք։ Ու սենց գնում ենք ընկերներից հետ, կայֆոտ ուրախ ժամանակ ենք անցկացնում, գնում ենք, ասում տղեկ, հələ մի րոպե, ասում ջեբս 2 գրամ բանալի է, ասում եմ, կարող է էսի թողեմ ավտոյի մեջ։ Ու ընկերներս ասում են, արա դո, ընկեր թուլցի ախպեր, էսի քո համար Մոսկվա չի ախպեր, էսի Երևանն ընկեր, ըստ է սաղին փոխվի, վաբշե մի մտածի դրա վրա մոռացի։ Ու վсё, ես սենց գնում եմ, ասում օքեյ, լավ, սենց գնում եմ, մոտիկանում ենք այդ ակումբին, ասում տղեկ, ասում էսի շատ է, կարող է, ասում եմ, всё-таки թողնեմ, որտեղ դե face control կա, ախրանա կա։ Ասում են, արա դո, արա ոնց ես դու զզվացնում, ախպեր, քեզ ասում ենք, էսի Երևանն է, ախպեր, էսի քո համար Մոսկվա չի, մի մտածի դրա վրով։ Ու ես ինքս պրամ այնքան են համոզում, ինքս սկսում եմ հավատալ, որ երկրում լեգալայզ է։ Ես ուժ այդ մտքով, վсё, գնում եմ կլուբ, երկրում լեգալայզ է, այդ մենք կլուբ, բան, վсё։ Ու սենց մտնում ենք, ընկերներիս մի անգամից բաց են թողնում, առաջ են իրանք անցնում, ես առաջի անգամ եմ այդտեղ, ինձ face control-ը ասում է, ձեզ կուզեի մի քանի հարց տալ։ Ասում եմ, այո, իհարկե, համեցեք։ Ասում է, ինչպես եք դուք վերաբերվում գեյերին։ Ասում եմ, նորմալ։
ասում է, չէ, դուք լավ եք վերաբերվում գեերին։ Ասում եմ, բրատ, ասում նայ, ես ջոգում եմ դու ինչ պատասխաններ ես ինձնից ուզում, բայց ես դեր հետ մաքսիմալ ազնիվ եմ։ Ես ասում եմ նորմալ, ուրեմն նորմալ։ Ու երևում է, որ չի դզում իրան իմ պատասխանները, ասում եմ, լավ, օքեյ, ասում եմ, իսկ ինչպես եք դուք վերաբերվում տրանսգենդերներին։ Ասում եմ, ես вообще Երևան եմ այդում կլուբ, ասում եմ, ինչ հարցեր արա։ Ասում եմ, նորմալ, ասում ես եթե ասում եմ նորմալ, ուրեմն նորմալ, ինձնից վատ բան մի սպասեք, էլի։ Ինձ ձեռ չտան, ես ձեռ չեմ տա ոչ մեկին։ Մտնեմ ինձ ձեռ տան, օքեյ, մի քիչ կգզմրտվենք, ախպեր, բայց ինձնից ի սկզբանե կեղտ մի սպասեք, ախպեր։ Ու երևում է, որ չուզելով իմ ընկերների խաթր ինքը ինձի բան անում, ասում է, տիպը համեցեք առաջ, ախրանան ձեզ կզննի։ Ու մոտիկանում եմ, ախրանան ասում է, բարի երեկո, ասում եմ, բարի երեկո, ասում է, խնդրում եմ ամեն ինչ հանեք ձեր ջեբերից։ Ու ես այն սաղ սկսում եմ հանել ջեբերից, ես դնում եմ, ասում է, դուք ամեն ինչ հանիք ձեր ջեբերից։ Ասում եմ, չէ։ Ասում է, դե ամեն ինչ հանեք ձեր ջեբից։ Ու ես այդ 2 գրամ բանալին դնում եմ սեղանին իրա, ու դուք տեսել եք այն մեմը, որտեղ բոլոր մարդիկ միաժամանակ սենց են անում։ Սաղ կլուբը տենց արեց, առաջերտին ընկերներս, ովքեր ինձ համոզում էին, որ երկրում լեգալայզ է։ Ու սենց կայնացեմ, այս ախրանիկը ասում է, «Էս ինչ է»։ Ասում եմ, «Էսի խոտ»։ Ասում եմ, «Ինչ խոտ, նարկոտիկ»։ Ասում եմ, ասում եմ, «Բայց խի հանիր»։ Ասում եմ, ախպեր, ես ձեր հետ մաքսիմալ ազնիվ եմ, ասում եմ։ Ասում դու ասիր սաղ, ես սաղ հանել եմ։ Ասում եմ, հա, էդի ջոգում եմ, ասում եմ, բայց դու հասկանում ես, որ իմ ձեռներում մենակ մետալ է իսկացել է։ Ասում եմ, չդզեց։ Բայց ուժը արել եմ, ինչ անեմ, հիմա ինչ անեմ։ Ասում եմ, արա, սենց չի լինի, ասում եմ, face control-ն եմ կանչում։ Ու նորից կանչում այդ բարակ ունքերով տղուն։ Էսի գալիս է, ասում է, նայ մոտը ինչ է։ Ասում է, «Էս ինչ է, խոտ»։ Ասում եմ, հա, նարկոտիկ։ Ասում է, բայց մեր մոտ մենակ մետալ է իսկացել է, խես, հաներ, ասում եմ, էդի ուժը գիտեմ, ասում եմ, երիքը հանգեր, ուժը արել եմ, ինչ անեմ։ Ու ահա որ հերթ է գոյացել, ասեն, սաղ Երևանը կայնած ուժը, ոչ մեկ չի շարժում, ջոգենք էսի ինչ ենք անում։ Ասում է, սենց չի լինի, ու գնում է։ Ախրանիկին ասում եմ, հիմա ինչ, ընկերներից մոտ չեմ կարա անցնեմ, ասում է, չջոգիք, էլ մի հատ է կանչենք։ Ասում եմ, իհարկե, էլ կանչենք, լիքը ժամանակ կա, ինչու ոչ։ Նորից է կանչում այդ տղոն, ասում եմ, կներեք, ասում եմ, ես կարամ իտոգում մտնեմ ներս, թե չէ։ Ասում է, հա, բայց դուրս արի։ Ու նորմալ մտի, ես դպրոց էի եթում, հասկանում եք, դպրոց էի փորձում մտնել։ Ու էդի տենց վերցնում եմ, դուրս եմ գալի, դրան հետև, ու սենց ուզում եմ դուռը բացեմ, սենց մեծ երկաթի դուռը։ Սենց փորձում եմ դուռը բացում եմ, այդ սաղ սպասող դեմքերը սենց տենում եմ, ու ինձի բացում է ժոստկի, չեմ կարող մտնեմ սենց։ Ու տենց մի 4-5 անգամ, 6-րդ անգամ դուռը բացում եմ, ախրանիկը սենց եմ, արա մտի ախպեր։ Ասում հոպ, հա, վсё, մտնում եմ ուժը։ Ու սենց մտնում եմ, այս ախրանիկը սենց եմ, բարի երեկո։ Ասում եմ, բարի երեկո։ Ասում եմ, խնդրում եմ ամեն ինչ հանեք ձեր ջեբերից։ Ես սկսում եմ սաղ հանել ջեբերից, ասում եմ, բրատ, ախպերական խոտը չհանես։ Հենց որ թողես, զապիսը պրծնում է։ Հենց զապիսը ու ուղարկվում է մի անգամից։ Չես կարա խոսաս ու ատմենա։ Հիմա մատս վրենա, կարելի է ես երգեմ։ Երգի։ Ռամայա, կուկուկու ռամայա, ավանտյուրա մայա, իլերնե տումալա, տումալա, մալոնգա, շալալալալալա։